Առաջին լրատվականի եթերում Անտինոմյան է, բարև ձեզ։ Հունվարի 31-ին Բուերձորում կատարված աննախադեպ խայտառակ բախումներից հետո այս օրերին հնչում են ամենատարբեր, անգամ ծայրահեղ կարծիքներ, որոնք սակայն ունեն մեկ ընդհանրություն։ Կատարվածը վաղօրոք մշակված սադրանք էր։ Այլ խնդիր է, որ կողմերից յուրաքանչյուրը որպես այդ սադրանքի կազմակերպիչ նշում է հակառակ կողմին։ Ընդ որում այս դեպքում ուշագրավ է այն, որ թե նշված ավտոերթի եւ թե այն խոչընդոտելու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մտադրության մասին հայտնի էր կանխավ եւ կողմերից յուրաքանչյուրը պետք է որ վաղօրոք մանրակրկիտ կերպով հաշվարկած լիներ իրադարձությունների հետագազարգացման բոլոր տարբերակները։ Ի վերջո ում էր այս ամենը պետք եւ կատարվածը ինչպիսի հետևանք կունենա ինչպես ներքին Հայաստան, Ղարաբաղ, հայաստանցի, ղարաբաղցի անջրպետի գոյացման, այնպես էլ արտաքին ճակատում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկանիշի խաթարման տեսանկյունից։ Այս հարցերի շուրջ այսօր Անտինոմիայի տաղավարում զրուցելու ենք հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի եւ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, կատարված իսկապես աննախադեպ էր իր վայրագությամբ, իր անսպասելիությամբ, բոլորս իրապես շոկի մեջ ենք։ Սակայն արդեն այս օրերին առաջին այս շոկը անցնելուց հետո ի հայտ են գալիս կատարվածի բացասական հետևանքները տարբեր շերտերով, սկսած ինչպես նշեցի, ներքին այդ առճակատման անջրպետի խորացումից հայաստանցի, ղարաբաղցի, ավարտած արտաքին ճակատում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, Լեռնային Ղարաբաղի իմիջի հետ։ Ձեր համար ո՞րն էր այն ամենածանր հետևանքը, որը ունեցավ ահա այս միջադեպը, իհարկե բացի մասնակիցների անմիջականորեն կրած ֆիզիկական եւ բարոյական վնասները։ Միշ պատասխանելը ես կուզեի փոքր ճշգրտումներ անել մեր տեսակետների առումով։ Նախ բացարձակապես մենք անիմաստ եւ ազգային անվտանգության տեսակետից վնասակար ենք համարում Արցախը որպես առանձին պետություն ներկայացնելը եւ ըստ այդմ նրա իմիջի մասին որևէ կարծիք հայտնելը։ Դա ուղղակի մեր համոզմամբ անհեթեթություն է։ Մենք համոզված ենք, որ Արցախի ինքնորոշման գործընթացը սկզբնապես ձևավորված եւ իրականացված դեպի Հայաստան, Հայաստանին միանալու ձևաչափից անկախացման ճանապարհով տանելը օտարի թելադրանքի հետևանք էր եւ նախատեսված էր այս օրը ձևավորելու եւ նաեւ սրանից հետո նախատեսվածը գլուխ բերելու համար։ Իսկ կոնկրետ Ղարաբաղյան շարժման այն առաջնորդները, ովքեր ստանձնեցին այդ տարբերակով շարժումը տանելու պատասխանատվությունը, ես չեմ կարող ասել իրենք քաղաքական տհասության պատճառով դա արեցին, թե մասնակից էին այդ դավադրությանը, պատմությունը դա միգուցե հետո ցույց կտա, բայց որ դա ի վերջո կոպիտ քաղաքական սխալ էր մեր համար եւ շատ մեծ բացասական հետևանքներ է ունեցել եւ ունենալու է դեռևս, դա մեզ համար ակնհայտ է։ Այդ պատճառով մենք համոզված ենք եւ նախատեսում ենք ռեժիմին հեռացնելուց հետո անմիջապես կազմակերպել հանրաքվե եւ վերջ դնել այս արհեստական բաժանմանը ու Արցախը նաեւ դե յուրե վերածել Հայաստանի Հանրապետության մարզի։ Սա մեր ընդհանուր մոտեցման առումով եւ ներկայացման հետ կապված այնտեղ բախման որևէ դեպք չի եղել։ Ընդամենը մենք մոտեցել ենք ոստիկանական պատնեշին, իրենք ներկայացրել են իրենց ակնհայտ անօրինական պահանջը, բայց տեսնելով, որ բարձունքների վրա դիպուկահարներ եւ ինքնաձիգով զինված դիմակավոր հատուկ ջոկատայիններ են շարված, տեսնելով իրենց վարքագիծը, անմիջապես պարոն Սեֆիլյանը մի քանի նախադասություն փոխանակելուց հետո որոշում կայացրեց բավարարել թեկուզ անօրինական, բայց պահանջը եւ շուռ տալ ավտոերթը դեպի հետ։ Մեքենաները շուռ եկան եւ արդեն փոքր խճողում առաջացավ, ինչը բնական է, իրենք օգտվեցին առիթից եւ առաջ եկան ու սկսեցին ծեծել մարդկանց դաժանաբար ու ջարդել մեքենաները։ Որևէ դիմադրություն չի եղել։
հենց մտածված, պլանավորված այդ ահաբեկչական գործողության հիմնական նպատակն էլ այն էր մաքսիմում պլանը, որ որևէ դիմադրություն լինի եւ իրենք հնարավորություն ունենան նաեւ հրազեն կիրառելու մասնակիցների նկատմամբ։ Որ հնարավոր է նման զարգացումներ լինի եւ ոչ, մենք սպասում ենք, որ ինչպես մեզ նաեւ տեղեկացրել էին, որ շաբաթներ շարունակ աշխատել են մարդկանց հետ եւ որոշակի մարդիկ կբերեն ճանապարհի վրա, նրանց մեջ կլինեն բնականաբար սադրիչներ եւ ծպտյալ ոստիկաններ քաղաքացիական հագուստով։ Մենք էլ պատրաստվել էինք, ես միացրեցի բարձրախոսը, միկրոֆոնը փոխանցեցի պարոն Սեֆիլյանին, որ հենց մեքենայի մեջից մենք կարողանանք խոսքի բռնվել հավաքված մարդկանց հետ եւ փորձել հասկանալ լեզու գտնել։ Բնականաբար նրանք այստեղ ձեզ ընդմիջել, պարոն Ավետիսյան, տեսեք, ասում եք, որ սպասում էիք սադրանքների, սադրիչների եւ այլն։ Այդ դեպքում ո՞րն էր նպատակը այդ երթին գնալ կանանց երեխաների հետ։ Մենք սպասում էինք սադրանքի նշածս ձևաչափով եւ մակարդակով, բայց չէինք սպասում պետական ահաբեկչության։ Շատ լավ, տեսեք, դուք չեք ընդունում, դուք ասում եք Ղարաբաղը Հայաստանի մի մասն է եւ վերջ, բայց այնուամենայնիվ Ղարաբաղը անկախ պետություն է, ունի իր նախագահը, իր ազգային ժողովը, իր սահմանադրությունը եւ դե յուրե որևէ կապ չունի Հայաստանի ներքին ներքաղաքական զարգացումների հետ։ Պաստորեն դուք գնացել էիք Արցախ, չընդունելով Արցախի ինքնիշխանությունը, չընդունելով այդ երկրի իշխանություններին եւ այդ ամենը ապօրինի համարելով նրանց առաջադրած պահանջը համարում եք ապօրինի։ Սա արդյոք ի սկզբանե դուք ինքներդ տեղիք եւ հիմք չէիք տալիս նման ընդունելության։ Ոչ, որովհետեւ եթե անգամ ձևական իրավական հարթության մեջ ենք խոսում, դեպքը տեղի է ունեցել ՀՀ վարչական տարածքում առաջին, երկրորդը որևէ իրավական արգելք չկա պաշտոնական Հայաստանի Հանրապետության տարածքից Սյունիքի հատվածից դեպի Արցախի հատված անցնելու համար, այդ թվում ավտոերթով անցնելու համար, դա մեր ազատ տեղաշարժի իրավունքն էր եւ մենք իրավունք ունեինք ավտոերթով կամ որևէ այլ ձևով անցնել այդ հատվածը եւ այսպես կոչված մտնել այլ, ձեր ասած, այլ պետության տարածք։ Լավ, շնորհակալություն, պարոն Մերաբյան, այնուամենայնիվ ձեր գնահատմամբ ինչու Ղարաբաղի իշխանությունները գնացին նման հակազդեցության, այդպիսով ըստ էության իջիկ դարձնելով երկրի հեղինակության ամրապնդման ուղղված 23-ամյա ջանքերը։ Գիտեք, այստեղ հարցը ունի 3 կողմ։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը դա միջազգայինորեն ճանաչված պետություն է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Դա ճանաչում է ամբողջ աշխարհը եւ այդ սահմանների ներսում գործում է Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու եւ իրավունքն է եւ պարտականությունը նույնիսկ, որ իշխանությանը Հայաստանի Հանրապետության ստիպեն մնալ սահմանադրական դաշտում։ Խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության մասին։ Եվ սա պետք է լինի գոնե իմ պատկերացրածով այսօրվա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական թիվ 1 հարցը մեր ամբողջ օրակարգում։ Բայց սրա հետ մեկտեղ այդ օրակարգով որևէ քաղաքական ակցիա, որը դուրս կգա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս, լինի դա հարևան երկրներ, լինի դա հարևան երկրների հայաբնակ տարածքներ, լինի նույնիսկ հայկական պետություն, հա։ Ես կարծում եմ, որ դա ուղղակի նախ չի ընկալվի, երկրորդը մենք մեզ դնում ենք սահմանադրությունից փաստորեն դուրս, հա։ Եվ մենք շատ լավ իմանալով իշխանությունների բնույթը եւ այս ակցիայով չէր, որ մենք պետք է իմանայինք, իշխանությանը փաստորեն հնարավորություն ենք տալիս այդ հակասահմանադրական դաշտում, հա, հակաիրավական դաշտում անելու ցանկացած բան, ինչ որ նրանք մինչ այդ էլ արել են, գիտենք, արել են 2004 թվականին, արել են 2008 թվականին եւ կանեն այնքան ժամանակ, երբ իրանց տրվի այդ հնարավորությունը։ Հետևաբար ես այս ակցիան իմ համար մնում էր գոնե ասած շատ մեղմ եմ ասում, անհասկանալի, ինչ որտեղ նաեւ
տեխնոլոգիապես սխալ հաշվարկված, հետևանքները մինչև վերջ չհաշվարկված, հա, եւ սա ցավով եմ ասում, որովհետեւ այստեղ ես գոնե ում ճանաչում եմ, ես միանգամայն հավատում եմ այդ մարդկանց ազնվությանը, հա, մարդկային ազնվությանը, այդ մարդկանց ուրեմն դրական մոտիվներին, սակայն ես ուղղակի ափսոսանքս եմ հայտնում, որ այդ պոտենցիալը չի բերում ինչ որ դրական տեղաշարժերի, այլ ավարտվում է ահա այսպես եւ այս մարդկանց համար եւ այն բոլոր հետևանքները, որի մասին ես ուզում եմ խոսել։ Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս արձագանքին, հա, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նախ մինչ դրան անդրադառնալ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իրավապահ մարմիններն էլ, հա, ասենք հատուկ ծառայություններն էլ, այդ ամբողջ ավտոշարասյունը, երբ որ գնում էր դեպի Արցախ, նրանք ուրեմն կարող էին մարդկանց հետ ուղղակի հանդիպելով թույլ չտալ դա, օրինակ եմ ասում, հա, թույլ չտալ դա, ասենք ինչ որ պատնեշելով, մեկ մյուսով բացատրելով, ինչ որ բաներ նույնիսկ համաձայնվելով կամ չէ, բայց դա թույլ չտային։ Ես թույլ չտային, որ այդ բախման պատասխանատվությունը ընկներ Ղարաբաղի անկողմի վրա, որպեսզի քաղաքական ակցիան, հա, Հայաստանից դուրս գար այլ պետության տարածք, բացատրելով, որ դա ուղղակի ինչ որ խնդիրներ է ստեղծելու, գոնե արդեն իսկ իրավական առումով։ Դա տեղի չի ունեցել։ Ես փաստորեն տեսնում եմ, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացարձակ անգործության, անտարբերության, հա, ինչ որտեղ նաև անմեղսունակության պայմաններում շատ լավ իմանալով, թե ինչի դա կարող է հանգեցնել։ Հա, որովհետև եթե մենք գիտենք իշխանությունների բնույթը, իրենք իշխանությունները նույնպես գիտեն։ Դրա համար էլ մենք հիմա օրինակ բացի ընդհանուր բնույթի ինչ որ նենց ասենց կիսատ պռատ մեկնաբանություններից այլ բան չունեն նրանք ասելու, որովհետև եթե լավ բան արած լինեին, կասեին։ Պարոն Ավետիսյան, եթե ձեզ նման, ինչպես պարոն Մերաբյանն ասեց, Հայաստանի սահմանում Հայաստանի իրավապահ համակարգը ձեզ փորձեր բացատրել եւ փորձեր ինչ որ կերպ կանխել ձեր ավտոերթը, դա ինչ հետևանք կունենար, ինչ արդյունք կունենար։ Նախ ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցել են ծպտյալ եւ բացահայտ ոստիկանական կարգախմբեր եւ դժվար է հասկանալ, թե դրանք էլի ձևական իրավական առումով եմ ասում, Հայաստանի Հանրապետության, թե Արցախի անպատասխան ծառայությունների մեքենաներն էին։ Դա Բաղրամյան 26-ի եւ նրա Բաղրամյան 26-ի եւ նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի համատեղ կազմակերպած ահաբեկչական գործողություն էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքից դուրս որևէ բան կատարել չկատարել, առասարակ Հայաստանի տարածք եւ Հայաստանի սահման երևույթներին։ Դրանք սովետական գաղութատիրական շրջանից մեծ մնացած ժառանգություն են, որոնք նույն կաղապարային ձևով եւ պարտադրանքով ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական առաջնորդներ Ռուսաստանի պարտադրվել են մեզ։ Եթե մենք այդ տրամաբանությամբ գնանք, որ այն ինչ մենք այսօր ունենք, դա է եւ վերջ եւ այլևս ուրիշ Հայաստան չկա, ու մենք ընդհանրապես որևէ գործունեություն չպետք է իրականացնենք, մենք մեզ դնում ենք այն փակաղու առաջ, որ այս ֆորմալ այսօրվա Հայաստանի ձևական իրավական սահմաններով տարածքը իրականում այնպիսին է իր եւ տարածքի փոքրության եւ տարածաշրջանային իրավիճակի եւ հնարավոր զարգացումների եւ ռեսուրսի եւ մնացած բոլոր պարամետրերի առումով, որ մենք ընդհանրապես չեն կարող անգամ տարածաշրջանային գործոնի վերածվել եւ միշտ կմնանք այս գաղութացված կարգավիճակում եւ մեր ապագան սրանով միանգամայն վտանգված է լինում։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, այնուամենայնիվ այդպես էլ անհասկանալի է որն էր ձեր ակցիայի նպատակը։ Իրազեկումը ինչի մասին։ Տեսեք, դուք հիմա փաստորեն առաջին պլան եք մղում Հայաստանի եւ Ղարաբաղի միջև սահմանի գոյության խնդիրը։ Որն էր նպատակը։ Այսինքն այդ խնդիրը վերբարձրացրելն էր։ Կարծեք ի սկզբանե ռեժիմի տապալման հետ կապված էր ձեր նպատակը եւ ապրիլի 24-ին Ղարաբաղի քաղաքացիների։ Ռեժիմն է այդ պատնեշը դնում մեր երկրի ներսում, դրա համար ռեժիմ պետք է հեռացվի։ Եվ ոչ միայն այդ պատնեշի համար, այլ մեր
գոյութենական մյուս մարտահրավերները հաղթահարելու համար։ Սա մեր առջև ծառացած գոյութենական մարտահրավերներից մեկն է։ Բայց Ղարաբաղի բնակչությունը ինքը քվեարկել է իր երկրի սահմանադրության օգտին եւ արդյոք դուք ունեք Ղարաբաղի արցախցիների մանդատը իրենց անունից իրենց համար պայքարելու։ Մենք իրավունք ունենք մեր գաղափարները տարածելու եւ իրազեկելու մարդկանց այդ գաղափարների մասին։ Դրանից հետո թող իրենք որոշեն։ Ես կատեգորիկ կերպով համաձայն չեմ նման մոտեցման հետ, շատ պարզ պատճառը, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լավ թե վատ, ում դուրը կգա, ում դուրը չի գա, թեկուզ հենց Հայաստանի կողմից էլ չճանաչված, բայց այնուամենայնիվ դե ֆակտո 20 տարուց ավել գործող պետությունը իր իշխանական համակարգով լավ թե վատ, իր հասարակությամբ, որն ունի իր օրակարգը, Հայաստանի մարդկային եւ նյութական ռեսուրսների Այո, հաշվին։ իսկ ինչ էիք ուզում։ Բա երբ որ ուրեմն Ես ձեր ասած տրամաբանության մեջ եմ ասում, ես էլ եմ այդպես ուզում որ լինի։ Չէ, ճիշտ եք ասում, որովհետև այլ տարբերակ եթե ունենայինք, այլ ձևով կլինի։ Այսինքն մենք մեր ազգային շահն ենք իրացնում, խախտելով Հայաստանի սահմանադրությունը եւ մյուս հարցերը։ Այդ դեպքում եկեք միջև վերջ իրացնենք այդ շահը։ Շատ լավ, այդ դեպքում ուրեմն ես կուզենամ, որ մենք զանազանենք երկու բան։ Այն հարցերը, որտեղ մենք պետք է լինենք միասին, եւ այն հարցերը, որտեղ մենք պետք է տարանջատենք։ Շատ པարզ պատճառը, որովհետեւ քաղաքականությունը ուրեմն կարելի է վարել միմիայն արկա իրողությունների պայմաններում, այսինքն ինչ որ մի միջազգային միջավայրում, տարածաշրջանային միջավայրում, աշխարհաքաղաքական միջավայրում, այլ ոչ թե ինչ որ հարկավոր է փոխել ներողություն։ Այդ փոխելու համար պետք է նաև ունենալ համապատասխան ռեսուրսներ։ Մի քանի պետություններ էլ կան ուզում են փոխեն, տեսնում եք ինչ օրն են գցում։ Այսինքն մենք դա ինչ է նշանակում, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները սրանք են, որ կան, հա, որոնք ճանաչված են։ Ձեր ասածը, ես եթե թարգմանում եմ արդեն իրողությունների, ստացվում է Ղարաբաղի ուրեմն պետականության, դե ֆակտո պետականության լուծարում եւ անշլուս։ Դա ուրեմն մեր քթից պարզապես կբերեն եւ մենք ընդհանրապես մեր բոլոր դիվանագիտական հաղթաթղթերը այն ինչ որ մինչեւ հիմա ձեռք ենք բերել նրա շնորհիվ, որ մենք կարողացել ենք տարանջատել Հայաստանի Հանրապետությունը, առաջ տանելու Լեռնային Ղարաբաղի ուրեմն պետականության ստեղծելու, ազգերի ինքնորոշման հիման վրա այդ իրավունքը իրականացնելու, Ադրբեջանի Հանրապետության հետ այդ հայ փոքրամասնության նախկին ուրեմն գոյակցության անհնարինության հետ կապված, բայց եկեք ոնց որ ասում են իրողությունների հարթությունը չլքենք ընկնելով այլ հարթություն, որտեղ մեզ կարող են պարզապես պատժել, որովհետև միջազգային հարաբերություններում անշլուսն անթույլատրելի է եւ դա պատժելի է եւ մենք այդ պարզ բաները իրավունք չունենք անտեսելու։ Երկրորդը ինչի մասին կներեք հանրաքվեով ինքնորոշման իրավունքի մասին, մենք չենք խոսում անշլուզի մասին։ Մի րոպե։ Հիմա ուրեմն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուրեմն այդ հասարակությունը, որտեղ ապրում է այնտեղ եւ գործում է այնտեղ եւ իշխանության տերն է դե յուրե, հա, նա երբ որ նման առաջարկություններով հանդես կգա, այլ հարց, բայց ես այնտեղ նման տրամադրություններ չեմ տեսնում եւ մենք տեսնում ենք դե կներեք։ Այս ամենով հանդերձ այնինչ տեղի ունեցավ, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանության կողմից այնինչ կատարվեց, հա, ես ասեմ, այս ամենի թույլ չտալու երևի մի 10 ձևերից Ղարաբաղի իշխանությունն ընտրեց ամենառուսականը, հա, այսինքն այն ինչպես ռուս դասականներ ասում, անիմաստ եւ անողոքը, հա, այն բիսմիսլենի, բիսպաշյադնի, հա, եւ այսպես ասենք ոտներին ավելի շատ զոր տալով, քան գլուխներին, հա, ել չեմ ասում, բավականին վտանգավոր նախադեպ մենք տեսանք այնտեղ, այսինքն մենք այնտեղ տեսանք պետականորեն հովանավորվող, հա, այն ինչ որ Ուկրաինայում կոչվում են տիտուշկաներ, հա, այդ տիտուշկաների ուրեմն բանդան, որն այնտեղ պարզապես զբաղված էր ջարդարարությամբ։ Եվ այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունը մեծ փորձության տակ է մտել ինքը իր գործողություններով եւ պետք է ապացուցի, հա, որ նա չի հովանավորում այդ ինստիտուտը։ Այսինքն այսպես կոչված վրթովված քաղաքացիներին եւ որ կազմակերպված ձևով ոստիկանների հետ միացյալ ձևով պարզապես պատժիչ գործողություն են իրականացնում ուրեմն քաղաքացիների նկատմամբ։ Սա հարցի երկրորդ կողմն է։ Եվ ել եմ ասում,
Հայաստանի Հանրապետ մանավանդ պարոն Ավետիսյանի նշած այն, որ ոստիկաններն իրենց հենց ամենասկզբից թե բացահայտ ձևով, թե ծպտված ձևով ձեզ ուղեկցել են մինչև սահման եւ իմ համար զարմանալի է ոնց մինչև ռուսական պետհամարանիշներով մեքենաներ կային։ Դա էլ հետը Հիմա ինչպես ես այստեղ շատ մեծ սադրանքի հոտ եմ առնում եւ այդ ռուսական համարանիշներն էլ նույնպես, որովհետեւ ես այս ամենի վերջնարդյունքում տեսնում եմ գլխավոր շահառուին։ Ուրեմն այդ գլխավոր շահառուն այդ նույն ուրեմն շահեր հետապնդող շրջանակն է, որն ուզում է Հայաստանի եւ Ղարաբաղի միջև դնել մաքսակետ, որը ժամանակի ընթացքում կանցնի իր հսկողության տակ։ Ես տեսնում եմ նրանց, ովքեր ուզում են լիկվիդացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետականություն, հա, շահառուն այդ դրանք են։ Ես տեսնում եմ շահառուներանց, ովքեր պարզապես ուրախանում են, հա, այս ամոթալի, այս զզվելի իրադարձության պատճառով եւ ավել պակաս, ասենք, հրապարակումներ են ուրեմն իրենց թույլ տալիս իրենց ուրեմն շահառուն ընդհանուր առմամբ դարձավ դա։ Մենք բոլորս այսօր պարտվածի դերում ենք այս սրա արդյունքում եւ մեզ համար շատ դժվար կլինի, հա, ապացուցել հետագայում, որ մենք գործ ունենք դե ֆակտո պետության հետ, որին ճանաչել են, ասենք, թե Միացյալ Նահանգների 50 նահանգներից արդեն 4-ը, հա, այդ թվում նաեւ ամենամեծ նահանգը Կալիֆոռնիան, հա։ Մենք այս ամեն ինչը ուրեմն դրեցինք մահակի տակ։ Մենք այս ամեն ինչը դրեցինք սապոգի տակ, հա, եւ ընդ որում ես տեսնում եմ, որ այս ռուսական համարանիշներն էլ բավականին ուշագրավ են պարոն Ավետիսյանի ասած, որ այդ համարանիշների տիրոջ սրտով էր համենայն դեպս գոնե առնվազն սրտով էր այս ամենը։ Այս համատեքստում արդյոք տեղին չէր հենց այս ակցիան, որը տեղի ունեցավ եւ վեր հանեց այն ամենը, ինչ ասում եք։ Միանգամայն տեղին էր եւ ոչ միայն լակմուսի նպատակով։ Մենք բացի առանձին շեշտադրումներից կարող է զարմանալի թվալ, ես որոշ առումներով համաձայն եմ պարոն Մերաբյանի ասածի հետ, բայց ուրիշ տեսանկյունից կմոտենամ դրանց։ Այդ շահառուն արդեն իր պլանի իրագործման արագ ընթացքի մեջ է եւ այդ դեպքում ինչով է տարբերվում բերված հիմնավորումները Նազարբաևին եւ այդ շահառուին Նազարբաև պայմանական եմ ասում որպես Նազարբաև շահառու որպես ռուս-թուրքական տվյալ պահին հակահայ դաշինքի պլանի ներկայացուցիչներ եւ ինչով է տարբերվում այս փաստարկումները մենք հասկանում ենք որ Հայաստանի Հանրապետություն առաջին թե միգուցե առաջին տարիներին մենք ունեցել ենք որոշակի ինքնիշխանություն, բայց կարճ ժամանակ հետո մեր ինքնիշխանությունը սկսել է շաքարի նման հալվել եւ հիմա մենք ընդամենը դե յուրե ինքնիշխանության վիճակում ենք, որի կորցնելու վտանգի տակ են գտնվում եւ այդ նույն շահառուն Ռուսաստանի մասին է խոսքը, այս ամենը անում է, որպեսզի կարողանա սկզբում մաքսակետով Արցախը տարանջատել, հետո քաղաքականապես ընդհանրապես եւ նաեւ հուզական հոգեբանական առումով անջատել Հայաստանից եւ այնտեղ զորքեր մտցնել եւ մանրադրամի նման դա օգտագործել Ադրբեջանին եւս իր տիրույթ քաշելու եւ իր աշխարհական նպատակները իրագործելու համար։ Վերլուծելը լավ է։ Վերլուծեցինք, հետո ինչ պետք է անենք։ Հայաստանում եւ Արցախում հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է։ Հայաստանի քաղաքացիների իշխանությունը յուրացված է։ Եվ յուրացված այդ օտարի ուժով, նրա օգնությամբ, նրա աջակցությամբ։ Եվ մենք պարտավոր ենք եւ Արցախում եւ Հայաստանում միասնաբար ոտքի կանգնել ու հեռացնել գետնի վրա այստեղ Հայաստանում այն ուժին եւ նրան բոլոր նրանց սատարողներին, ովքեր մեր երկիրը տանում են դեպի կործանման, ովքեր փորձում են սկզբում անջատել մեզանից Արցախը, վերցնել դա օգտագործել իրենց նպատակների համար, վերացնել մեր նաեւ դե յուրե ինքնիշխանությունը եւ դարձնել ուղակի տարածք կամ ինչպես ասում են պոլիգոն իրենց համար, դատարկել բնակչությունը եւ առասարակ հայաթափել ու վերացնել ընդհանրապես մենք օջախել չունենանք այս արևի տակ։ Այս ծրագիրը պետք է կասեցվի
եւ այդ ծրագիրը պետք է կասեցվի անկախ այն բանից, թե գաղութատերերի պարտադրած սահմանադրության, միջազգային նորմերի կամ չգիտեմ այլ չափանիշներին ինչպես եւ որքանով են դրանք հակասում։ Ցավալի է, որ մենք ստիպված ենք հիմա այդպիսի կտրուկ բաներից խոսել, բայց մենք ստիպված ենք, մեր պետությունը եւ մեր ժողովուրդը մահանում են։ Մենք գոյութենական մարտահրավերների առաջ ենք կանգնած, ուստի մենք պարտավոր ենք մի կողմ նետել բոլոր երկրորդական երևույթները եւ մտածել ընդհանրապես այս պահին դեռևս վերապրելու մասին։ Առանց Արցախի մենք գործոն չենք կարող, մենք կոչնչանանք, առանց Արցախի մենք չենք կարող լինել։ Սա կենաց մահու հարց է։ Առանց ազատ, անկախ Արցախի։ Ես կուզեմ ավելացնել ձեր ասածը։ Եվ այդ դեպքն է դա այն վիճակն է, որը Արցախը անկախ ազատ վիճակում պատանդ է լինելու եւ միշտ օգտագործվելու է մեր դեմ։ Ոչ։ Ուրեմն դա կախված է նրանից, թե ինչ վիճակ կլինի Արցախում եւ ինչ վիճակ կլինի Հայաստանում։ Այդ ժամանակ, եթե այն վիճակն է, որը կա, ապա մենք ինքներս էլ ենք մեր դեմ լինելու, ուր մնաց Արցախը կամ չգիտեմ մեկը մյուսը։ Բայց ես էլ եմ ասում, որպես առանձին ռազմաքաղաքական միավոր Արցախը ուղղակի դա միակ հնարավորությունն է, որ Հայաստանը դա ինքնախապեյություն է, ոչ մեկ դրան չի հավատում եւ չի ընդունում այդ փաստը։ Դա ձեր համոզմունքն է, ես կարող եմ ասել, որ դրա հակառակն է ինքնախապեյություն, հա, ինչի մասին եւ ասացի, որովհետեւ անշլուս ես էլ եմ ասում ժամանակակից աշխարհի համար դա անընդունելի։ Մենք խոսում ենք հանրաքվեով միավորման մասին, անշլուզի մասին չենք խոսում։ Սուդետներն էլ հանրաքվեով միացրեց Հիտլերը եւ Ավստրիային էլ միացրեց հանրաքվեով Հիտլերը, հետո տեսակ ինչ եղավ։ Նույնպես կարող ենք ասել, որ սահմանադրությունն էլ ընդունվեց հանրաքվեով, Արցախն էլ դարձավ անկախ հանրաքվեով։ Բայց ուրեմն Ղրիմն էլ հանրաքվեով մտավ, բայց տեսակ այդ կռիմնաշիստներին ինչ համարում ունեն։ Ուրեմն եկեք դուրս գանք իրավական արդյունից եւ խոսենք ուժերի հարաբերակցության արդյունից։ Խոսենք իրողություններից եւ իրողություններն ձեզ ակնհայտ ձևով ցույց կտան նույն բանն ինչ որ ես ասեցի։ Իրողությունների հետ կապված, գիտեք, շատ հետաքրքիր է։ Մենք այսօր կարծեք թե ունենք շատ ավելի կարևոր առաջնային խնդիրներ այսօր լուծում պահանջող ամենօրյա սահմանային լարվածությունից սկսած աշխարհաքաղաքական այս բարդագույն իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը արդյոք Հայաստանի եւ Ղարաբաղի միջև սահմանը Ղարաբաղի անկախության հարցն է այսօր այն առաջնային խնդիրը, որի վրա պետք է ուշադրությունը սևեռել եւ որի համար դուք պետք է պայքարեք։ Սահմանների իմաստով, լարվածության իմաստով, այո, որովհետեւ Արցախի անորոշ կարգավիճակը եւ տարանջատ գոյությունը դրան գումարած ապազգային եւ հանցավոր կառավարման համակարգը իրենց միջուկ հանցագործ ռեժիմներով դրանք են, որ այսօր մեզ թույլաtsնում են, իսկ թույլի վրա բոլորն էլ հարձակվում են։ Բայց մենք պայքարում ենք այսօր, որպեսզի Ղարաբաղի անկախությունը միջազգայինորեն ճանաչվի Արցախի եւ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Հիմա փաստորեն դուք գալիս եք եւ տրամագծորեն հակառակ գաղափարի շուրջ եք առաջարկում պայքարել եւ ակնկալում եք արցախցիների աջակցությունը ձեզ այդ հարցում։ Այո, մենք այնտեղ շատ համախոհներ ունենք եւ տրամադրություններ գիտենք։ Այ համախոհների հետ կապված մի հարց էլ տամ եւ արդեն ամփոփենք, եթե դուք ունեք այդպիսի բազմաթիվ համախոհներ, ո՞րն է պատճառը, որ իրազեկման ավտոերթը օրինակ այդ համախոհները չիրականացրեցին արցախցիները Արցախի ներսում եւ այդ դեպքում թերևս նման խնդիր չէր առաջանա եւ նման բախում էլ չէր լինի։ Նրանք պլանավորված էր, որ նրանք պետք է գան միանան մեզ եւ միասին անենք։ Եվ առհասարակ ազգային ազգագրական պայքարի տրամաբանությամբ ենք մտածում, որ թե ներքաղաքական պայքարը այս բոլոր հարցերը, որ մեզ տրվում են, դուք չգիտեիք, դուք չգիտեիք, նրանք ինչ գազաններ են, հրեշներ են, ծեծում են, ջարդում են, սպանում են եւ այլն եւ այլն։ Ես արդեն ասացի, որ մենք չէինք սպասում, որ պետական ահաբեկչական հատուկ օպերացիա մեր նկատմամբ իրականացնեին, որովհետև մտածում էինք, որ գոնե որոշակի տրամաբանություն ունեն, բայց պարզվեց, որ բացարձակապես արդեն թելադրանքի են ենթակա եւ գործում են օտարի թելադրանքով, բայց դա այլ հարց է եւ մենք համատեղ էինք պլանավորել այդ մեր ավտոերթը, որ այնտեղից էլ մեզ կմիանան, դարձյալ այդ միասնությունը խորհրդանշելու նպատակով։ Քանի որ մենք ժամանակ չունենք տարիներով պետական համակարգի քանդածը կառուցելու համար եւ նաեւ դրա այդքան մեծ հնարավորություններ չկան, հասկանալի է, որ բոլոր ռեսուրսները մոնոպոլիզացված են, բնականաբար մենք արագացված տեմպերով ենք աշխատում, որովհետեւ նպատակ ունենք առաջիկա
ամիսների ընթացքում, կոնկրետ մենք եթե ֆորս մաժոր չլինի նախատեսել ենք ապրիլի 24-ից սկսվող քայլերով արդեն համախմբել ժողովրդին եւ հեռացնել ռեժիմին։ Շնորհակալություն, այ առաջիկա զարգացումների հետ կապված պարոն Մերաբյան, ինչպիսին է ձեր կանխատեսումը հաշվի առնելով, որ ապրիլի 24-ը նախանշված է որպես անկայունությունների հրահրման եւ ռեժիմից ազատվելու օր։ Ինչ կապված է ապրիլի 24-ի հետ, որ ուրեմն մեծ Եղեռնի 100-ամյակն է նշվելու, ես կարծում եմ, որ սա հնարավորություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես եւ աշխարհասփյուռ այս ուրեմն 100 տարի առաջվա դեպքերի մասին ուրեմն համայն աշխարհին կարողանա ինչ որ ասում են հիշողություն նարդում պահել, հա։ Բացի դրանից վերաիմաստավորել եւ սա նաեւ հնարավորություն է միջազգային հարաբերություններում ինչ որ սրբագրումներ կատարել։ Ի վերջո Հայաստանի ձերբազատումն այս կախյալ վիճակից, այս ողորմելի խղճուկ վիճակից դա բախում է մի բանից, նրանից որ այս 25 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ իր հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ։ Ֆորս մաժորային զարգացումներ մենք տեսնում ենք, որ այստեղ Ռուսաստանն ունի շատ մեծ դեստաբիլիզացիոն պոտենցիալ եւ կարող է եւ գործի դնել, եթե դա իրեն պետք գա, ասենք, արևմուտքի հետ իր հարաբերություններում։ Եվ այդ հարցում հիմնադիր խորհրդարանի ներգրավվածությունը։ Ես կարծում եմ, որ չհաշվարկված քայլերը պարզապես կարող են հնարավորություն ընձեռնել, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր բոլոր կեղտոտ խաղերը եւ կեղտոտ տեխնոլոգիաներն ուղղակի առաջ տանել, անկախ նրանից, թե մարդիկ կգիտակցեն դա, թե չեն գիտակցի, կհաշվարկեն դա, թե չեն հաշվարկի, հաշվի կառնեն դա, թե չեն հաշվի առնի, այնպես որ ցանկացած դեստաբիլիզացիա Հայաստանում մանավանդ այն ժամանակ, երբ Ռուսաստան արևմուտք հարաբերությունները խիստ լարված են, մենք տեսնում ենք ռուսական կայսրության մայրամուտը եւ մենք այսօր խնդիր ունենք, որ այն չփլուզվի մեր գլխին, հա, ուղղակի 100 տարի առաջվա փորձն է ցույց տալիս մեզ, որ ռուսական կայսրությունը փլուզվելուց սովորություն ունի փլուզվելու մեր գլխին։ Հա եւ ես կարծում եմ, որ առաջնահերթ մեր մտահոգության առարկան սա պետք է լինի, այլ ոչ թե ասենք գնանք ինչ որ ապօրինի իշխանությանը կամ օրենքի հետ որևէ առնչություն չունեցող իշխանությանը, որը վատ իշխանությանը, հա, գնանք ցույց տանք եւս մի անգամ, որ ինքը վատն է։ Այո, ինքը վատն է եւ ավելորդ անգամ ցույց տալ պետք չի եւ ունենք այնինչ ունենք։ Էլ եմ ասում, մենք դրա դեմ չպայքարել չի կարելի, Հայաստանը միայն պայքար առանց պայքարի իշխանությունը ուրեմն կվերացնի պետությունը, եթե պետության ներսում չեղավ հասարակության պայքարը։ Մենք ունենք սահմանադրություն եւ ես ինչ սկզբից ասացի, հիմա պիտի կրկնեմ։ Հայաստանի քաղաքացու իրավունքն է եւ նույնիսկ պարտականությունը ստիպելու եւ պարտադրելու իշխանությունը սահմանադրությամբ թույլատրելի եւ չարգելված բոլոր միջոցները սահմանադրությամբ թույլատրված է։ Սահմանադրությամբ չէ։ Թույլատրված է։ Ասում սահմանադրությամբ թույլատրված է։ Դե հիմա իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը այն կարող է ցանկացած ձևով իրականացնել եւ վերադարձնել։ Մենք քանի անգամ ենք տեսել, պարոն Մերաբյան, որ Հայաստանում սահմանադրական ճանապարհով քաղաքացիները կարողանան պայքարել եւ հասնել ինչ որ արդյունքի։ Ուրեմն ճանապարհը մեկն է, սահմանադրական ճանապարհը։ Պարոն Մերաբյան, հիմա տեղի է ունեցել սահմռկեցուցիչ ծեծ ակնհայտ ապօրինություն սահմանադրական ճանապարհով դուք լիահույս եք, որ կարողանալու ենք հասնել պատասխանատվությանը, որ այդ արողները կրեն պատասխանատվություն։ Ուրեմն կամ սահմանադրություն կամ ջունգլի։ Տարբերությունը երրորդը չկա։ Երկրորդը ինչ կուզեմ ասել։ Ուրեմն սահմանադրական ճանապարհը միակն է, որ կարելի է ընդհանրապես թե տեսության, թե պրակտիկայի մեջ փոխել իշխանություն, հա։ Եվ որովհետև հակառակ դեպքում դա կոչվում է արդեն հեղաշրջում, իսկ հեղաշրջումը թե ինչի է բերում Լատինական Ամերիկայի վերջին 200 տարվա պատմությունը մեզ օրինակ։ Դե բայց հարևան Վրաստանի պատմությունն էլ մեզ օրինակ է։ Ուրեմն Վրաստանում տեղի ունեցավ սահմանադրական ճանապարհով քաղաքացիների խաղաղ, ուրեմն եւ համատարած ակտիվ ճնշմամբ, հա, տեղի ունեցավ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն 2003 թվականին։ Նույնը եղավ Ուկրաինայում, հա։ Իհարկե
այնտեղ կային նաև բռնության տարրեր, բայց դա արդեն ոնց որ ասում են այդ իշխանության մեղքներ եւ հիմնականն այնտեղ ճանապարհը իհարկե եւ անշուշտ խաղաղն էր։ Իսկ եթե մենք ունենք դրա բացասական փորձը, կներեք, եթե մինչ այդ ընդդիմությունները գնում էին չայ խմելու կամ հետո գնում էին դաշինքների օլիգարխների հետ, դա չի նշանակում սահմանադրական ճանապարհն է սխալ։ Այդ դա նշանակում է, որ մարդիկ ինչ որ առուն չտեսած բոբիկ անում էին, հետո այդ առվից այնպես բոբիկ դուրս էին գալիս։ Սա է։ Սահմանադրական է ոչ միայն ընտրության միջոցով կառավարող վարչախմբերի փոփոխությունը, որը ստանդարտ եւ ընդունված ձևն է, առավել հաճախ հանդիպող, սահմանադրական է անգամ ապստամբությունը եւ այսօրվա աշխարհում ապստամբությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված է քաղաքացիական անհնազանդության մեթոդներով դրա իրականացումը։ Եվ մենք էլ դա ենք ասում, որ մենք պետք է քաղաքացիական ակտիվ անհնազանդության գործողություններով կարողանանք ստիպել ռեժիմին, որ նա հեռանա։ Բայց եթե ռեժիմը այդ ընթացքում արդեն փորձի ուժ կիրառել քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իր իշխանությունը վերականգնելու ձգտող ժողովրդի նկատմամբ, բնականաբար գործում է ինքնապաշտպանության իրավունքը արդեն եւ ժողովուրդը իրավունք ունի adekvat բռնություն կիրառել իր նկատմամբ բռնություն իրականացնողների հանդեպ։ Մենք հաշվի առնելով տարեվերջին նախախորհրդանի անդամների նկատմամբ կիրառված բռնությունը նաև այս ավտոերթի ընթացքում փաստորեն ակնհայտ դարձավ, որ իշխանությունները պատրաստ են բռնություն կիրառել ձեր նկատմամբ։ Առաջիկայում ինչպիսի զարգացումների եք պատրաստ եւ մինչեւ ուր կարող է հասնել այդ ամենը։ Ես արդեն ասացի, որ պետք է լինեն զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Մենք ընդամենը այնտեղ 120 հոգի էինք եւ այդ մեր այդ երկու մասնակցողների նոր մարտի 1-ի կարող պատրաստվենք։ Ոչ, մենք չենք գնում մարտի 1-ի։ Մենք գնում ենք մեր երկիրը ազատագրելու։ Եթե որևէ բռնակալ այդ ճանապարհին կփորձի ժողովրդի վրա ձեռք բարձրացնել, ժողովուրդը իրավունք եւ պարտականություն անգամ ունի, ինչպես նշեց պարոն Մերաբյանը, ստիպելու նրան, որ նա ենթարկվի ժողովրդի կամքին։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ իշխանությունը ինչ է։ Դա իր կամքը պարտադրելու իրավունքը եւ կարողությունն է։ Դա միայն ժողովուրդը ունի։ Վարչախումբը այդ իրավունքը չունի։ Եվ դա սահմանադրական է։ Եթե վարչախումբը դիմադրում է ֆիզիկապես, ուրեմն ժողովուրդը պետք է ֆիզիկապես պարտադրի իր իրավունքը եւ կարողությունը։ Ցույց տա։ Ամեն դեպքում կարծում եք ապրիլի 24-ային ճիշտ ընտրված օրներն, ճիշտ ընտրված հանգրվաններ, որ ունի իր բացատրությունը։ Ցեղասպանությունը գաղութացման ծայրահեղ եւ ինտենսիվ դրսեւորումն է, որպիսի ցեղասպանությունը իր եւ հոգեբանական եւ գաղութացումը որպես ցեղասպանություն իր տարածքային հոգեբանական եւ այլ կորուստներով քաղաքական տեղի չունենա, պետք է մենք այդ բիֆուրկացիոն կետով անցնենք, կիզակետով պետք է անցնենք, որը եւ հոգեբանական է առաջին հերթին եւ այդ կորուստի եւ ցավի միայն ընդամենը այդ բաղադրիչի մեջից դուրս գանք, պատռենք դա, խորհրդային KGB-ի մեծ թելադրած այդ կաղապարից 50-ամյակի շրջանակներով սահմանափակված դուրս գանք եւ դարձնենք դա պայքարի ու վերածնունդի օր։ Իսկ այդ պայթյունը, այդ բիֆուրկացիոն կետը, որ հոգեբանորեն կիզակետված է մեր ժողովրդի մեջ, դա ապրիլի 24-ն է։ Դա է այն դուռը, որը կարող է բացել մեր աչքերը եւ մեր գիտակցությունը։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է այդ արժեքների հեղափոխությունը իրականացվի մարդկանց մտքերում, մարդկանց սրտերում, հա, եւ պարզապես այն գաղափարները տարածվեն հանրության մեջ, որոնք կդարձնեն հանրությունն ավելի կենսունակ եւ մրցունակ 21-րդ դարում։ Եվ նման հատվածային գործողությունները, որոնք պարզապես ուժային ձևով ցրվելու են, հա, ես կարծում եմ դրանք ուղղակի անարդյունավետ են, անհարկի լարելու են մթնոլորտը եւ պարզապես հնարավորություն են տալու ուրեմն արտաքին ուժերին դա որպես ուրեմն օգտագործելով որպես իշխանության թույլություն, մենք գիտենք, որ իշխանությունը թույլ է, հա, մենք եւ դրա բազմաթիվ պատճառներն էլ կան եւ դա օգտագործելով պարզապես վնասի ոչ թե արդեն իշխանությանը վնասի մեր պետականությանը եւ վնասի մեր շահերին, իսկ մենք գիտենք մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում եւ դա պարզապես կարող է անդառնալի կորուստների բերել մեզ եւ ոչինչ չտալով դրա դիմաց ոչ մի օգտակար այնինչ երբ որ
մինչ այդ ակնկալվում էր կամ նույնիսկ մտածում ենք, թե դա այդպես է, մենք կարող ենք ուղղակի անկանխատեսելի բաների առաջ կանգնել, այնպես որ 7 անգամ չափիր, մեկը կտրի այդ սկզբունքը, կարծում եմ պետք է որոշիչը լինի։ Մենք չափել ենք եւ հիշում ենք Հիպոկրատին, որտեղ թարախ այնտեղ դանակ, մենք կորցնում ենք բայց pedagogical-ը, մենք ժամանակ չունենք։ Հիպոկրատն ասել է մի վնասիր։ Այո, բայց մենք չենք վնասելու, տեսնում ենք վնասը։ կապրենք կտեսնենք։ Լավ, կապրենք կտեսնենք, իսկապես շնորհակալություն, ես այսքանով ավարտում եմ այսօրվա մեր թողարկումը, հիշեցնեմ, որ Անտինոմիայի տաղավարում այսօր բանավիճում էին Վարուժան Ավետիսյանը եւ Ռուբեն Մեհրաբյանը, ցտեսություն։